Դատական պրոցեսը ընդհանուր առմամբ տևեց մոտավորապես 2 տարի, բոլոր ատյաններով անցանք եւ վերջնական ֆիքսվեց երկուշաբթի օրը որոշումը կոնսերվատորիայի այգին վերադարձավ Երևանի քաղաքապետարանին։ Մենք այսօր արդեն սկսել ենք աշխատանքները ինտենսիվ կերպով այգու վերականգնման, մոտ 12 ծառեր են հատվել, չորացած եւ գարնանը արդեն նախապատրաստվում ենք ընդհանուր այգու վերականգնման աշխատանքներին ամբողջ ծավալով եւ դեռ քննարկում ենք արդյոք մենք դա կանենք հենց Երևանի քաղաքապետարանը թե որևէ մի մասնավոր ընկերություն, կարծում եմ այդ քննարկումներում կստանանք այգու համար լավագույն տարբերակ։ Այգուն հասցված է բավականին մեծ վնաս, այսօր 10-ից ավելի ամբողջությամբ 4 ծառեր են հատվելու, այդվելու են, դուք տեսնում եք, ծառերի գագաթային մասում գրեթե բոլորի մոտ առկա է չորացում։ Այս ագրոմիջոցառումները, որը բոլորը մեկտեղ իրար հետ իրականացնելու են, սանիտարական էդ, հողի փխրեցում, վնասատուների դեմ պայքար, այսինքն սրսկումներ, հողի պարարտացում եւ նոր հողախառնուրդի տեղադրում այգում, սա անում ենք, որպեսզի եղած զանգվածը մենք փրկենք եւ ակտիվացնենք ծառերին, մնացած ծառերին հաղորդենք երկրորդ կյանք եւ գարնանը իհարկե այստեղ կիրականացվի ծառատունք, բացի դրանից կա քաղաքապետի հստակ հանձնարարականը մշակելու նոր նախագիծ այգու հետ կապված, առայժմ գնում են քննարկումներ, դեռ ոչինչ չեմ կարող ասել, բայց մի բան հստակ է, որ կա ցուցում, որ այգին պետք է լինի շատ գեղեցիկ կահավորված եւ շատ այսպես մոդեռն ոճով ձևավորված այգի։